Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, Ադրբեջանը ակտիվացել է սահմանին, վերջին օրերին կրակոցներ են եղել, նաև զոհ ունենք, սա բանակցություններ չլինելու հետևանք է եւ ընդհանրապես կապ կա, որ չկան բանակցություններ եւ սահմանի լարվածության մեջ։ Չեմ կարծում, որ բանակցությունները կարող են զսպել նման տիպի փոքր սադրանքները, այդ սադրանքները լինելու են ցանկացած դեպքում, եւ ես նշեմ, որ համոզված եմ, որ նմանատիպ սադրանքներ գուցե ոչ այսքան հաճախ ավելի փոքր ինտենսիվությամբ, այնուամենայնիվ կսպասվեն եւ կլինեն նաեւ, եթե նույնիսկ ստորագրվի ինչ-որ բան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, գոնե սկզբնական շրջանում։ Այս սադրանքները ուղղված են Հայաստանի նկատմամբ հոգեբանական առավելությունը պահելուն, համոզված եմ, որ շատ շատերը տեսնում են, որ այդ հոգեբանական առավելությունը գոյություն ունի, եւ Ադրբեջանը փորձում է այդ հոգեբանական առավելությունը պահել, անընդհատ ցույց տալ իր ուժի դիրքերից խոսելու իրավունքը եւ հնարավորությունը, ինչին էլ Հայաստանը պետք է պատրաստ լինի եւ ես մշտապես ասում եմ, նորից պետք է կրկնեմ եւ անընդհատ կրկնելու եմ, Հայաստանը պետք է պատրաստ լինի նման սադրանքներին դիմագրավելու, նման սադրանքներ թույլ չտալու գոնե այս մակարդակում, որովհետեւ կան սադրանքներ, որոնք հիբրիդային են, տեխնոլոգիաների հետ են կապված եւ այլն, եւ այստեղ շատ մեծ ռեսուրսներ են պետք լինելու, շատ դեպքերում ռեսուրսները չեն բավարարում, բայց դիպուկահարի կրակոցից մեր զինվորին պաշտպանելու հնարավորություն Հայաստանը պետք է ունենա։ Պարոն Ղևոնդյան, կրակոցին անդրադարձել է Եվրոպայի Եվրամիության ներկայացուցիչը Տոյվո Գլարը, թեպետ կրկին հերթական անգամ կողմերին կոչ է արել զսպվածության, այսինքն հասցեական դատապարտում չի եղել, ինչով է դա պայմանավորված, արդյոք Եվրոպան շարունակում է երկակի ստանդարտներով առաջնորդվել։ Չեմ կարծում, որ հայտարարությունների մակարդակում պետք է այսպիսի դեպքերում հասցեական դատապարտում սպասել։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով խնդիրներ առաջանում են եւ Արևմուտքը կոշտացնում է իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, ճնշումը մեծանում է Ադրբեջանի նկատմամբ տարբեր ուղղություններով, տարբեր մակարդակներում, այնուամենայնիվ հայտարարությունների մակարդակում այսպիսի սադրանքների դեպքում պարիտետը պահպանվելու է եւ սա կապված է նրա հետ, որ ինչպես նշեցի ձեր առաջին հարցին պատասխանելիս, որ այս հարցում կա նաեւ հայկական կողմի թերացումը, դիպուկահարի կրակային այդ դիրքում դիպուկահարի դիմաց պետք է չհայտնվեն Հայաստանի զինվորները, թե ինչու է դա եղել, ես հուսով եմ տեղի կունենա քննություն եւ կպարզվի, այնուամենայնիվ այսպիսի հարցերում սпасել արտաքին աջակցություն այնքան էլ իրատեսական չէ։ Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկայում Բաքու կայցելի պետդեպարտամենտի ներկայացուցիչը սա Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին է տեղ ունենում այս այցը, ինչ են ուզում ամերիկացիները Ադրբեջանից եւ ինչ չի տալիս, դա կապ ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հետ կապված արդյոք։ Ընդհանուր համատեքստում Հայաստանի հետ կապված հարցնել իհարկե կլինի եւ ես կանխատեսում եմ, որ այդ այցից հետո մեծ հավանականությամբ կհայտարարվի նոր հանդիպման մասին արևմտյան որևէ հարթակում, որին Ալիևը կներկայանա, սա չի նշանակում, որ գործընթացը ավարտին կհասցվի կամ ինչ-որ բան կստորագրվի, այնուամենայնիվ ինչ որ չափով կմեղմվի այդ արևմուտքում չկայանալու այդ գործընթացը, այսինքն կփոխվի դա, եւ կարելի է ասել, որ բացի դրանից բավական շատ հարցեր կլինեն, հիմնական հարցերից մեկը եւս, որը վերաբերվում է Հայաստանին, կանխատեսվում է, դա այն է, որ Միացյալ Նահանգները կփորձի բացատրել դեռևս խոսակցությունների մակարդակում Ադրբեջանին, որ այն դիրքավորումը, որը փորձում է ստանձնել Ադրբեջանը, այն է տարածաշրջանում լինել խնդիրներ լուծելու ինչ որ մի ուժային կենտրոն, տարածաշրջանային մակարդակով իհարկե, դա Ադրբեջանի ուժերից վեր է եւ Ադրբեջանը նման պատվիրակում գոնե արևմուտքից չի կարող ստանալ այդ տարածաշրջանում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային հանգույց դառնալ եւ քանի որ ռազմական հաղթանակ է տարել, փորձում է խոսել տարածաշրջանի, այսպես ասենք, տիրություն անողի, ինչ որ այսպես ճակերտներում ներողություն այդ արտահայտության համար, ինչ որ այսպիսի տեսակետից, ինչը ակնհայտորեն դուրս չի գալիս ոչ միայն արևմուտքին, դա դուրս չի գալիս նաև մասնավորապես Թուրքիային, վերջին շրջանում ես Թուրքիայի վարքագծում որոշակի դժգոհություններ եմ նկատում, դուրս չի գալիս ակնհայտորեն Իրանին եւ կարծում եմ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը Օբրայենը նաև այս հարցում որոշակի պարզաբանումներ կներկայացնի Բաքվում։
Պարոն Էմոդյան, հայ-ռուսական հարաբերությունները ինչ են սրվել այս աստիճան, ասև արդյոք հույս կա, որ կբարելավի այդ հարաբերությունները։ Հայ-ռուսական հարաբերությունների սրվելու հարցում կա մեկ ակնհայտ պատճառ, եւ այդ պատճառն այն է, որ Հայաստանը փորձում է որոշումներ կայացնել Երևանում։ Մինչև 2018 թվականը գոնե արտաքին քաղաքականության հետ կապված, իսկ շատ հարցերում նաև ներքին քաղաքականության հետ կապված որոշումները կայացվել են Մոսկվայում եւ Ռուսաստանը սովոր չէ նրան, որ Երևանում կարող են կայացվել ինքնիշխան որոշումներ եւ այստեղ պետք չէ մեղադրել Ռուսաստանին, որովհետեւ Հայաստանի տարբեր ժամանակների տարբեր իշխանություններ նաև որոշ դեպքերում այս իշխանությունը, որը այսօր գոյություն ունի, շատ հարցերում փորձել է իր մոտեցումները, իր ուղղվածությունները, նույնիսկ Ռուսաստանի հետ չկապված իրողությունները ճշգրտել Մոսկվայի հետ եւ Մոսկվայում սովորեն, ինչպես ասացի, որ այդպես էլ պետք է լինի։ Երբ փոխվեց իրավիճակը, Ռուսաստանը որոշակի նյարդայնություն է հանդես բերում, ես կարծում եմ, այո, հնարավորություն կա իրավիճակը մեղմելու, իրավիճակը փոխելու եւ դրա ապացույցը մենք ունենք։ Տեսեք, մինչեւ Հռոմի ստատուտի վավերացումը ինչպիսին էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Ռուսաստանից հնչող հայտարարությունները, ներքին զանգերը, որոնց որոշ մասին հարությունը եւս տեղյակ եղավ եւ Հռոմի ստատուտի վավերացումից հետո 1-2 դժգոհություն եւ այդ հարցը կարծես թե այլևս այդպես նյարդայնացնող ազդեցություն չի ունենում Ռուսաստանի վրա։ Ես կարծում եմ նման իրավիճակ կլինի նաեւ օրինակ հապկից դուրս գալու հետ կապված, մինչեւ դուրս գալու, եթե Հայաստանը հայտարարի որ դուրս է գալիս 6 ամիս մեկ կլինենք դուրբլետության գոտում, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ կապված 6 ամիս հետո երբ Հայաստանը ի վերջո դուրս կգա, Ռուսաստանը այդ իրողությունը կընդունի որպես փաստ եւ կշարունակի Հայաստանի հետ համագործակցել։ Իհարկե, խնդիրները ոչ միտեղ չեն կորելու, բայց այս իրավիճակի մեղմացում հնարավոր է։ Դուրս կգա Հայաստանը հապկից կամ ԵԱՏՄ-ից, եւ արդյոք այս փուլում անհրաժեշտ է նման քայլի գնալ։ Հապկից դուրս գալը կարծում եմ մի բան էլ ուշացած է, Հայաստանը անելիք չունի հապկում եւ հապկում գտնվելը բազմաթիվ անգամներ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ խոչընդոտում է Հայաստանի անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացմանը։ Այսօր որոշ դեպքերում նշում են, թե այլևս դա չի խոչընդոտում, բայց ես պետք է չհամաձայնեմ իրենց հետ, որովհետեւ չի կարող մի օր տեղ լինել խոչընդոտ, հաջորդ օրը դա չլիներ խոչընդոտ, ուղղակի քանի որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր ակտիվությունը հապկում, դրա հետևանքով որոշակի պատուհաններ բացվել են, բայց այդ պատուհանները ակնհայտորեն երևում է, որ բազմաթիվ անգամ ավելի կլինեն, եթե Հայաստանը ուղղակի չլինի հապկում եւ հայտարարի հապկից դուրս գալու մասին, հետո էլ դուրս գա հապկից 6 ամիս հետո, որովհետեւ ընթացակարգը այդպիսին է։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, այստեղ մենք շատ ավելի բարդ իրավիճակում ենք, Հայաստանը տնտեսական առումով փոխկապվել է ԵՏՄ-ի հետ, ինչը շատ դեպքերում շատ լուրջ խնդիրներ է մեզ համար առաջացնում, բայց նաեւ աշխատանքի ուղղությունը, աշխատանքի ընդհանուր տրամաբանությունը ԵՏՄ-ի աշխատանքի նման է եւ միանգամից դուրս գալու դեպքում մեր տնտեսությունը որպես միանգամից ինչ-որ կոլապսային իրավիճակում կհայտնվի։ Իհարկե երկարաժամկետ հեռանկարում դա մեզ միանշանակ դրական օգուտներ կբերի, այնուամենայնիվ այդ սկզբնական կոլապսը կարող է շատ մեծ խնդիրներ առաջ բերել այս պահին կարճաժամկետ առումով։ Այդ պատճառով կարծում եմ ԵՏՄ-ից դուրս գալու համար դեռևս պետք է աշխատել եւ սպասել, թե երբ Հայաստանի տնտեսություն պատրաստ կլինի ԵՏՄ-ից դուրս գալու։ Լարսի փակումը քաղաքական ենթատեքստ ուներ արդյոք։ Այո, ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ուներ, առաջին հերթին դա ապացուցվում է նրանով, որ այնպիսի ապրանքներ, որոնք խնդիրներ չունեն օրինակ փչանալու հետ կապված, օրինակ ձեռնոցներ, թղթի ինչ-որ արտադրանքներ եւ այլն, դրանք անցել են որևէ խնդիր դրանց հետ չի առաջացել։ Հիմնական խնդիրը առաջացել է փչացող ապրանքների հետ, ինչը միտում ունի հայ տնտեսվարողին հնարավորինս մեծ վնաս հասցնել, որպեսզի Հայաստանի ներսում դժգոհություն առաջանա իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։ Գիտենք մենք ծաղիկներ, ձկնեղեն եւ այլն նմանատիպ ապրանքներ, որոնք այն պատճառով, որ գնացել հասել են Լարս, հետո հետ են եկել հասել Երևան, Հայաստանից տնտեսվարողը այլևս այդ ապրանքի փչանալու ժամկետների պահպանման հետ կապված այլևս չի հասցրել դրանք իրացնել այլ շուկաներում։ Հաշվի առնենք նաև այն, ինչի մասին խոսեցինք նախորդ հարցի ժամանակ, հաշվի առնենք նաև այն, որ ԵՏՄ-ի հետ փոխկապվածությունը շատ դեպքերում խնդիրներ ստեղծում այլ շուկաներում իրացվելիության հետ կապված, նաև այստեղ իշխանությունների թերացումը կա որակական հատկանիշների նկատմամբ
նկատմամբ վերահսկողության առումով, որովհետև տեսեք Հայաստանի վարչապետի խորհրդականը կոչ է անում աշխարհի հայերին գնել հայկական ապրանքներ, բայց օրինակ Եվրամիության անդամ երկրների հայերը չեն կարող գնել, որովհետև ուղղակի այդ ապրանքը չկա Եվրամիությունում, որակական հատկանիշներով չի հասել այդ մակարդակին, որպեսզի կարողանանք արտահանել Եվրամիություն։ Եվ այստեղ Հայաստանի իշխանությունների թերացումը կա, անհրաժեշտ էր կանխատեսել նման զարգացումներ եւ այդ որակական չափանիշների նկատմամբ վերահսկողություն սահմանել, պետք եղած դեպքերում բարձրացնել այդ չափանիշները, ստիպել տնտեսվարողներին, որպեսզի նրանք աշխատեն այդ որակական չափանիշներին համապատասխան, ինչը հնարավորություն կտար այսօր այդ նույն տնտեսվարողին այդ ապրանքը ուղարկել ոչ թե Ռուսաստան, այլ ուղարկել Եվրամիության երկիր։ Հայաքվե օրենսդրական նախաձեռնությունը ազգային ժողովում սկսել են քննարկել, արդեն ընդդիմությունը կոչ է անում, որպեսզի մեծամասնությունը ստորագրին, ընդունի այդ օրինագիծը, արդյոք պետք է ընդունել այդ օրինագիծը այս հիմա, երբ արդեն կարելի ասել Արցախը արդեն օկուպացված է վերջնականապես, դատարկված է։ Ակնհայտորեն այդ նախագիծը տապալված էր ի սկզբանե, ակնհայտ էր, որ եթե նույնիսկ դա հասներ ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկելու, այստեղ նույնիսկ քննարկելու խնդիր չկա։ Սա ուներ հայաքվել նախագիծը ընդհանուր առմամբ ուներ այլ նպատակ, ցույց տալ հանրությանը որոշակի հետաքրքրվածություն, կոնսոլիդացնել հանրությանը այս նպատակի շուրջ, ինչ որ մասին հանրության իհարկե, որոնց կարելի է այդ դեմքերով այն մարդկանցով ովքեր այս հայաքվեն կազմակերպել են կոնսոլիդացնել եւ ես կարծում եմ ունի նաեւ նպատակ, որը հետո պետք է իրացվի, նրանից հետո երբ ազգային ժողովը կմերժի, կփորձեն հավաքել համացանց նախատեսված քանակի ստորագրություններ եւ մտցնել օրակարգ եւ այլ ճանապարհով փորձեն դա իրականություն դարձնել, իհարկե դա էլ չեն կարող անել, որովհետեւ չունեն այդքան հետևորդներ ուղղակի այդ քաղաքական ուժերը, բայց կա մեկ նպատակ, որը կարող են իրականացնել այս հիմքով, հայաքվեն մերժելու հիմքով փորձել նորից ինչ-որ հատված հանրության դուրս հանել փողոց, իհարկե դա ձմռանը դժվար թե իրականացնեն, հետևելով նշված քաղաքական ուժերի վարքագծին, պետք է ասել, որ նրանք փորձում են ցրտին եւ շատ շոքին դուրս չգալ փողոց, հավանաբար անձնական հարմարության նկատառումներով, բայց գարնանը, երբ արդեն օրերը տաքանան, գուցե փորձեն սա օգտագործել եւ մարդկանց զանգված փողոց հանել, ինչը իմ կանխատեսումներով եւս որևէ էական բան իրենց չի տալ։ Այսօր մամուլում լուրջ տարածվեց, որ ազգային ժողովը Արցախի հանրապետության նիստ է գումարել, ինչ են խորհրդարանը Արցախի նախ թաքուն գումարում, նիստը չի հրապարակվում, այդ մասին չի հայտարարվում, ինչ կա թաքցնելու ընդհանրապես։ Ես առաջին հերթին պետք է նշեմ, որ շատ ուշացած է այդ նիստը պետք է լիներ եւ այդ նիստերը պետք է լինեին արդեն բավական երկար ժամանակ, որովհետեւ փաստացի այս պահին եթե մի կողմ տնենք Շահրամանյանին, ով ընտրվել է կողմնակի ընտրությունների միջոցով, ուղիղ ընտրությունների միջոցով չի ընտրվել, միակ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ է, որը պահպանվել է գոյություն ունի, դա Արցախի ազգային ժողովն է եւ Արցախի ազգային ժողովը պետք է որոշումներ կայացնի իրենց ապագայի հետ կապված հարցերում։ Ցավոք սրտի բավական ուշացած է այս նիստը, իսկ ինչ վերաբերում է ինչու են գաղտնի նիստ գումարել, ես կարծում եմ դա կապված է նրա հետ, որ Հայաստանի իշխանությունները խոսում են Հայաստանը հարվածի տակ չդնելու մասին, իսկ նիստը բնականաբար գումարվել է Հայաստանում, Հայաստանի տարածքում եւ այստեղ հավանաբար հաշվի առնվել Հայաստանի իշխանությունների այդ վախը, ասենք, զգուշավորությունը թե նման մի բան։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք առայժմ։